Սկզբի համար կարևոր է հասկանալ, որ դողը շատ հաճախ ինքը իրանով խնդիրը չէ, այլ ինքը խնդրի հետևանքն է։ Շատ հաճախ նման դեպքերում կարող է դող առաջանալ օրինակի համար բուն խնդիր, շրջապատի կարծիքի համար, թե ինչ կմտածեն իմ մասին, հանկարծ մի բան սխալ չասեմ, դրանից լարվեք, նոր դրանից առաջանա դող, կամ այլ ինչ-որ պատճառ, որին ի հետևանք առաջանա դող։ Խնդիր իրականում այդքան էլ դողը չի։ Երկրորդը, պետք է հասկանանք, որ ինչքան դուք փորձեք հենց այդ պահին դողի հետ պայքարել, դողից ազատվել, կառավարեմ, ոնց անեմ, որ չդողեմ, մենակ դրանով դուք արդեն նորից լարվելու եք, իսկ լարվածությունից դողը ավելի է ուժեղանալու, այսինքն հետևություն, պետք է փորձեք այդ պահին չազատվեք, չփորձեք ազատվել դողից։ Գայլ համար երրորդ, երբ որ սովորեք իրական պատճառի հետ աշխատել, պատճառը որն էր, թե ինչ կմտածեն ձեր մասին, թե խայտառակ կլինեք, թե ինչ կլինի, տակը ինչ-որ մի այլ բան կա, որից առաջանում է լարվածություն, իսկ վախ, լարվածություն, անհանգստություն, նոր դրանից մարմնում դող։ Այբ որ պատճառի հետ սովորեք աշխատել, պատճառը ասենց ասած վերացնեք, նոր այդ ժամանակ կարելի է մի երկու հատ ինչ-որ ռելաքսացիոն վարժություններ սովորել, այդ պահին անել զուտ մարմնում ավելի հանգիստ գալու համար։ Բայց բուն լուծումը պետք է լինի այն, որ չփորձեք դողից ազատվեք, որտեղ ինչքան փորձեք դողից ազատվեք, մենակ դրանով դողը ավելի է ուժեղանալու եւ դրանով էլի մի հատ շատ կարեւոր ազդակ եք ուղարկում ձեր ուղեղին, որ դողը դա խնդիր է։ Ու ամեն հաջորդ անգամ նման սիտուացիաներում, եթե նույնիսկ լարվելու բան էլ չլինի, ուղեղը հիշելու է, որ դողը խնդիր է, ու ասելու է ոնց որ ուշադիր հանկարծ էլի չդողաս։ Ու արդեն ավտոմատ դրանից էլի լարվելու եք, ու էլի առաջանալու է դող։ Այսինքն, երբ որ դուք փորձում եք ազատվել դողից, դրանով դուք հետագայում ոնց որ էլ ավելի եք ուժեղացնում դող առաջանալու հավանականությունը։ Իսկ ավելի մանրամասն այդ ամեն ինչի հետ այո կարելի է աշխատել անհատական թերապիայի շրջանակներում։